Ադրբեջանի կողմից գույքի ավերման կամ յուրացման դեպքերով արցախցիները կդիմեն մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Արցախի ներկա եւ նախկին մարդու իրավունքների պաշտպաններ Գեգամ Ստեփանյանն ու Արտակ Բեգլարյանը նախաձեռնել են տվյալների հավաքագրում փաստերին իրավական ընթացք տալու նպատակով։ Նախաձեռնության շրջանակներում արդեն 100 անձի տվյալ փոխանցվել է մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Սիմվոլներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները կավելացվեն։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Շարքայիններին 10, իսկ սերժանտական կազմին 15 օրացույցային օր ժամկետով հիմնական արձակուրդը փոխարինվել է ընդհանուր 21, իսկ մարտական հերթապահության իրականացնող զորամասներում ծառայությունն անցկացնողների համար ընդհանուր 30 օրացույցային օր ժամկետով արձակուրդը, որը կտրվի ծառայության ընթացքում հավասար 3 մասով։ Պարտադիր զինվորական ծառայությունից 2 օրով լրացուցիչ արձակուրդ կտան զինվորական երթում ընդունելու կապակցությամբ։ Նոր-Նորքը նոր թաղապետ ունի։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը։ Facebook-ում գրում է քաղաքապետի խոսնակը։ Սևոյանը զբաղեցրել է թաղապետի տեղակալի պաշտոնը։ Նա, ինչպես եւ իր նախորդը Տիգրան Տեր-Մարգարյանը, Հանրապետություն կուսակցության անդամ են։ Նախկին թաղապետը հրաժարական տվեց սկանդալային ծեծկռտուքից 20 օր անց։ Պետական եկամուտների կոմիտեից տեղեկանում ենք, որ 70 ընկերություն տուգանվել է 49.5 միլիոն դրամով չձևակերպված աշխատողների պատճառով։ Պարզվում է, որ 2025 թվականի ապրիլի ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով բարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 70 հարկ վճարողի մոտ։ Պետական վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանին դատարանն արդարացրել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման գործով։ Քննությունից հետո նրան անմեղ են ճանաչել։ Սանասարյանը պնդել է, որ իր նկատմամբ հաշվեհարդար է տեղի ունենում։ Հայաստանում երեխաների նկատմամբ բռնությունը շատ մեծ է, այդ թվում սեռական բռնությունը։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է մարդու իրավունքների պաշտպանը։ Նա հավելել է, որ մենք պետք է կարողանանք ամբողջությամբ վերափոխել երեխայի նկատմամբ բռնությունն արձագանքելու, բռնությունը կանխարգելելու ու հետագայում այս գործով քննությունն իրականացնելու համակարգը։ Իսկական աղետ է պատահել Նորատուսցի Հայրապետյաններին։ Գիշերը տարօրինակ ձայներ են լսել, դուրս են եկել, տեսել ոչխարի հոտը ոչնչացված։ Գայլերի բողմակը միանգամից 70 ոչխար է հոշոտել, վնասել մյուսներին։ Հոշոտված ոչխարների մեծ մասը մայրացուներ էին, որոնք պետք է ծնեին։ Գառների մի մասը գայլերն իրենց հետ տարել են։ Ընտանիքը ոչխարաբուծությամբ է զբաղվում, այդ նպատակով վարկով գումար էին վերցրել բանկից։ Հասմիկ Անտոնյան ժամը լրատվականի համար։